Այս թղթապանակը բազմաթիվ անգամներ բացել ու ձեռքից ձեռք են փոխանցել գիտնականներ, պաշտոնյաներ, արդյունաբերողներ։ Շամլուղի հանքավայրի անձնագիրն է։ Մի քանի քառակուսի մետրանոց քարտեզներ, տասնամյակների ուսումնասիրություններ։ Հանրապետական երկրաբանական ֆոնդում նմանատիպ հազարավոր թղթապանակներով պահվում է Հայաստանի ողջ ընդերքը։ Ստորերկրաջրերից մինչև երկրի տնտեսության կարևոր մաս կազմող մետաղական պաշարներ։ Այստեղ մուտք գործելու համար անհրաժեշտ էին թույլտվություն, ժամանակ ու վճարումներ։ 2015 թվականից մեկնարկած հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում ծրագիրը փոխեց տարիներ շարունակ գործող կարգը։ Աջակցեց ոլորտում շարունակական թափանցիկություն ապահովող միջազգային նախաձեռնության անդամակցությանը։ Հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ այսօր չկա հանրության համար հասանելի բաց եւ միասնական ինֆորմացիա, սկսած պետության կողմից թույլտվությունների տրամադրման գործընթացից մինչև վճարված հարկեր, սոցիալական ներդրումներ։ Ոլորտը առավել բաց եւ հաշվետու դարձնելու նպատակով կառավարությունը USAID-ի աջակցությամբ մի կողմից թվայնացրեց եւ հանրայնացրեց երկրաբանական ֆոնդի ողջ արխիվը շուրջ 12000 հաշվետվություն իրենց քարտեզներով եւ պետությունը անդամակցեց արդյունանող ճյուղերի թափանցիկության միջազգային նախաձեռնությանը EATA-ին։ Հայաստանը արդյունաբերության ճյուղերի թափանցիկության նախաձեռնության 52 անդամ երկրներից է եւ պարտավորվել է ոլորտը դարձնել առավել թափանցիկ, հրապարակելով ֆինանսական հոսքերի, արտադրության եւ արտահանման վերաբերյալ տարեկան զեկույցներ, հանքերի իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալներ։ Գործընթացը համակարգում է կառավարության, բիզնեսի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված իրավահավասար խումբը։ Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության նախաձեռնությունը կարևոր է ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից, այն կարևոր է նաև այլ պատճառով, որտեղ բնական ռեսուրսները մեր երկրի ժողովրդի սեփականությունն են։ Մենք անդամակցելով այս նախաձեռնությանը կամովին ստանձնել ենք մեր վրա մի պարտականություն հետևել թափանցիկության համապատասխան ստանդարտներին։ 2018 թվականին պետք է պատրաստենք ազգային զեկույց, որը անդրադարձ է կատարելու բազում հարցերի, այդ թվում նաև ֆինանսական հոսքերի, որ ստացվում են հանքարդյունաբերության ոլորտից։ Բացի այդ, մենք ստեղծել ենք համագործակցության նոր, Հայաստանում կարելի ասել աննախադեպ մի հարթակ, երբ մեկ խմբում համագործակցում են թե կառավարության ներկայացուցիչները, թե բիզնեսի ներկայացուցիչները եւ թե քաղաքասարակության։ Սա իսկապես նոր մշակույթի ձևավորում է։ Ծրագրի ընթացքում ամբողջությամբ թվայնացվել են 19-րդ դարի վաղեմություն ունեցող փաստաթղթերից մինչ մերօրյա հաշվետվությունները, ավելի քան 2 միլիոն էջ։ Դրանք այսօր հասանելի են հատուկ ստեղծված GeoFund.am կայքում, որտեղ ավելանում են նոր փաստաթղթեր։ Կորուստը բացառված է, առաջի հերթին դա է, երկրորդը դա հասանելությունն է հանրությանը։ Կարող է ցանկացած մասնագետ, ոչ մասնագետ, որին իրան հետարկում է ինչ-որ տարածք, ինչ-որ հանքավայր, ինչ-որ երևակում, նա կարող է շատ հանգիստ մուտք գործի կայքից օգտվի, ստանա իր անհրաժեշտ տեղեկատվությունը։ Բացի նեղմացնող երկրաբաններին, շինարարները կարող են օգտվել, ճանապարհաշինարարները, էներգետիկները։ Կայքի ինտերակտիվ քարտեզը ներկայացնում է Հայաստանի բնական պաշարները, յուրաքանչյուր հանքավայրի վերաբերյալ։ GeoFund.am-ում հնարավոր է որոնել տեղեկատվությունը անհրաժեշտ ֆիլտրերի կիրառմամբ։ GeoFund.am-ի ինտերակտիվ քարտեզով կարելի է առցանց հասնել մինչև գործող հանքի տեղամաս կամ պաշարի գտնվելու վայր, տեսնել ում է տրված շահագործման թույլտվությունը։ Կայքի այլ բաժիններում հանքերի անձնագրերն են, ռեգիոնալ հաշվետվությունները։ Օգտակար նյութեր բաժնում մասնագիտական քարտեզներ, բառարաններ, այլ նյութեր։ Այս ամենը զտվում է ըստ մարզերի, տարեթվերի, հանքատեսակի, հանքերի անվանումների եւ կազմակերպության։ Նյութերը կարելի է նաև ներբեռնել։ USAID is proud of its partnership with the government of Armenia, with the Chief of Staff's office. We are supporting their efforts to increase transparency and accountability in the mining sector. This project not only achieved its goals, it exceeded them and laid the foundation for working more openly and transparently in the mining sector. And this is due to a collaborative effort
that was done with a multi-stakeholder group comprised of members of the mining sector, businesses, the government, and the civil society. Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում ծրագրի նպատակն է երկրի սեփականությունը բնական պաշարներին առնչվող ոլորտը դարձնել իսկապես բաց եւ հասանելի, արդի տեղեկատվության, մասնակցային կառավարման եւ հաշվետվողականության բարձրացման միջոցով։